Նախ այն խոսույթը, որ իրենք ունեն այստեղ հաց, այնտեղ կաց կամ նմանատիպ այլ բաներ, դա սոված մարդու հոգեբանությունն է։ Սաղ կյանքները իրանք, որ սոված են եղել, իրանք համար չուլանումը չեն ապրել, առիթ կլինի դրանը կանդրադառնանք երևի մեր խոսակցության ընթացքում, բայց սոված մարդու հոգեբանությունն է։ Մենք երբ որ փոքր ենք եղել եւ նաեւ դաստիարակվել ենք մեր ծնողներից, մեր շրջապատից, մեր ուսուցիչներից եւ այլն, կարեւորը մարդ հոգով հարուստ լինի։ Բավականին շատ ընկերներ ունեինք, որոնք որ այդքան սոցիալապես բարվոք վիճակում չէին, բայց իրենց պահվածքը, իրենց մոտեցումները, իրենց արժեհամակարգը իրոք հայ մարդու արժեհամակարգ էր։ Այսինքն իրանք երբեք չէին վազի հացի հետևից իրենց արժանապատվությունը ոտնատակ տալով։ Այսինքն եկել է իշխանության մի խավ, որը որ ում համար կարևոր չի ինչ ճանապարհով կհասնեն այդ հացին կամ այդ գումարին, հասկանում եք, ալևը իրանք կծաղրի, իրանք կհայոյեն, թուրք կասեն, ինչ ուզում են ասեն, միայն իրանք գումար ունենան, սոված չմնան։ Այսինքն այն ինչ մարդը փոքր ժամանակ չի ունենում եւ դրան կարոտ է լինում, հասուն տարիքում փորձում է ինքը անընդհատ արտահայտվի եւ նաեւ դա ձեռք բերի։